Ռուսաստանի Դաշնությունը կեղտոտ խաղ է սկսել, ինչ ասեն, որ լավ լինի, Պեսկովը հայտարարում, ասում է, մենք մեզ իրավունք ենք վերապահում քննարկել գալիք ընտրությունները Հայաստանում եւ առհասարակ Հայաստանի ծրագրերը։ Որևէ օտար պետություն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվելու։ Այդ մեկ, երկրորդը, ես հասկանում եմ ձեր այդ արած գործընթացները, ուզում եք Սամվել Կարապետյանին իրավունք տակ, որը ստեղ ընտրություններին չի մասնակցելու, վարչապետը Վլադիմիր Պուտինին ուղիղ ասեց, որ միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի թեկնածու լինել։ Իսկ ձեր Սամվել Կարապետյանը, որ ինչքանով տեղյակ եմ 3 քաղաքացիություն ունի, Աստված գիտի այնտեղ քանի հատ էլ կեղնի, իրավունք չունի, թե Պուտինը հասկացել է, որ Քոչարյանից օգուտ չկա, որտեվ մի այլ կարգի թուլացել է, էլի, չի կարում էլ ոչ մի բանալի։ Եթե ընդ 1-2 հոգի կա իրան պարոն նախագահով է դիմում, այդ առանձին եմ անդրադառնալու այդ ամեն ինչի վերաբերյալ։ Ուշադիր լսեք ու հասկացեք մի բան, ուզում եք Պուտին բերեք, ում ուզում եք բերեք, ոչ մի բան չեք կարենալու անեք։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից իշխում է ժողովուրդը։ 2018 թվականից ժողովուրդը պարզ հասկացավ, որ մենք չենք գնալու Ռուսաստանի ջեբի շուն կարգախոսով, մենք գնալու ենք ազատ անկախ Հայաստան ձևաչափով, մենք ոչ մեկի տիրապետության տակ չենք, մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության եւ առևտրի համար։ Ռուսաստանը ուզում է մեր հետ թող շարունակի իր կապը, չի ուզում, թող փակվի սաղ աշխարից, լատենանք իշքան են ձգելու այդպես։ Մեր հետ չփորձեն ոչ մեկ սպառնալիքի լեզվով խոսալ, չի անցնում սպառնալիքը, չի անցնում վախեցնելը, չի անցնում ուրիշ գործընթացներ, կարում եք օրենքով մարդավարի քննարկեք, հասկացեք։ Մենք ձեր ներքին կյանքին չենք խառնվում, դուք որևէ բարոյական իրավունք չունեք, ձեզ դնեք ես իմ ում տեղը, գերտերություն, դուք գերտերություն չեք։ Դուք պետություն եք ուղակի, դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության կյանքին խառնվելու։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ ջան, որպեսզի այս ամենը վերանա, մեզ պետք է ընդամենը մեկ բան՝ հունիսի 7-ին մտնել ընտրության եւ քվեարկել միայն ու միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմը։ Սահմանադրական մեծամասնություն տալով ԿՊ-ին, մենք մի այլ կարգի ժողովուրդ ջան ազատագրում ենք մեր պետությունը։ Մեզ դա է պետք։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Վարչապետ։